Պարոն Ավետիսյան այսօր հետաքրքիր նախաձեռնությամբ եք հանդես գալիս որպես համայնքական շրջակա շարժման անդամ կմեկնաբանեք ձեր տպավորություններն ու գնահատական տակ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը, որոնք որ ամեն կերպ ուզում են շղթած լինեն հայոց ցեղասպանությունը։ Դուք հասկանում եք, որ մենք ընդհանրապես մանուկ վախտվանից արդեն գալիս ենք այս բլուր, գալիս ենք, որ հիշատակը հիշենք մեր զոհված մեծերի, որոնք ամեն ինչ արել են, որ մենք հիմա ապրում ենք։ Ու մեր ղեկավարությունը, այսօրվա ղեկավարությունը, այդ ամեն ինչը ուզում է գցի ջուրը։ Ոչ թե գցի ջուրը, ուզում է տա թուրքերին։ Ուզում է տա թուրքերին, որ իրանց սպասելիքը մենակ դա է եղել թուրքերի, որ այդ ամեն ինչը մոռացվի։ Իսկ ասում եմ, ես նայեք ստեղ հիմա մանուկները, պաստառներն էլի վերցրել են, գնում են առաջ։ Մեր սերունդը, ապագա սերունդը, չպիտի ոչ մի անգամ մոռանա ինչքան հայ մարդ է մահացել, ինչքան մարդիկ մնացել են առանց իրենց ծնողների, առանց իրենց երկրի։ Իսկ մեր իշխանությունը ամեն ինչ անում է, որ թուրքը գա ստե իշխի։ Մենք դա չենք թույլ տալու։ Շնորհակալություն։ Ցեղասպանություն տեղ ունեցավ նաև Արցախի Հանրապետությունում։ Ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորած պատանքներ, գերիներ, զոհվածներ ունենք։ Իշխանությունները երբևիցե այս 2 տարվա ընթացքում չփորձեցին հայտարարել անգամ սգո օր կամ հիշատակի օր այդ կապակցությամբ։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ 120,000 հոգի հայ դուրս եկավ իրանց հողերից, մեր հողերից, մեր հայկական հողերից, որոնք պատմության ընթացքում եղել են միշտ հայերին։ Իրանց քշեցին այդտեղից, վախեցնելով, որ էլի նույն ցեղասպանությունն արվել։ Ու սա նրանով եղավ, որ մեր իշխանությունները աշկերը փակեցին, երբ որ սահմանադրությունով պետք է առաջի հերթին Հայաստանը պաշտպան կայներ այդ մարդկանց, սակայն ոչ մի բան չեղավ։ Ինչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Զոհեր ունեցանք նաև քաղաքացիական բնակչության շրջանում եւ այդ կապակցությամբ էլ եմ կրկնում հայաստանյան իշխանությունները ոչ մի քայլ չեն արել։ Որևէ օր հիշատակի կամ սգո օր անգամ չհայտարարեցին։ Չեն հայտարարել, չեն հայտարարելու հետագայում, որտեղ եթե այս իշխանությունը լինի, իրանք այտենց է շարժվելու են միայն թուրքերի ասածով, որ ամեն ինչը կատարվի։